Բարև սիրելի հայ ժողովուրդ, Հիսուսի խաղաղությունը բոլորիս վրա, ամեն։ Եթերը նորից քարտեզի վրա պայելով կանեմ, ու սրտումս կա, որ ձեր հետ կիսվեմ մի երազով, որի մասին էլի խոսել եմ տարիներ առաջ, բայց այս անգամ այդ երազը ասես թե ավելի հասկանալի է դառնում, թե ինչ ձևով դա կարա տեղի ունենա։ Ու խոսքը նորից վերաբերվում է Թուրքիային։ Ձեզանից շատերը հնարավոր է լսած լինեն այս մասին, որ 19 թվից այս մասին խոսել եմ, բայց հիմա ժամանակն է, որ նորից անդրադարձ անեմ ու այլ տեսանկյունից հարցին նայենք։ Գիտեք, այդ երազի մեջ ես տեսնում էի մի փոքր շուն, սև գույնի տուզիկ շուն էր, որը կապված էր փողոցում, ինքը ուներ որոշակի երկարության պարան իր վզին ու ինքը փողոցներում, որ լինում է այդ կանալիզացիայի այդ երկաթները դրված ցանցի նման, որտեղ ջրերը լցվում են, անձրևային ջրերը լցվում են, ինքը այտենց մի հատ երկաթի վրա էր ցանցավոր կապված, իր հնարավորությունները շատ սահմանափակ էր, որովհետև այդ պարանի երկարությունը ինչքան իր հնարավորություն էր տալի, ինքը մենակ այդ երկարության շրջանակներում կարա շարժվեր, ու ինքը ասես թե սահմանափակ հնարավորություններով մի տարածքում էր, ու այդ երազիս մեջ այդ շանը, այդ տուզիկ շանը Աստված ասեց սա Թուրքիան է, դա երազիս մեջ Աստված ասեց, ոչ թե ես եմ ուզում այդ ձև ասեմ, ու որոշ ժամանակ այդ շունը մնաց կապված ու այդ վիճակում էր, բայց հետո ինքը սկսեց փոքրանալ ու այդ անցքերից, որտեղ որ ինքը այդ երկաթի վրա գտնվում էր, այնքան փոքրացավ, որ այդ անցքերից ընկավ ներքև, ընկավ այդ կիխտաջրերի մեջ, ու երբ որ ինքը ընկավ, ինքը ստացավ մարդու մարմնի կերպարանք ու սկսեց քայքայվել, երբ որ քայքայվեց, իր գլուխը իր մարմնից անջատվեց, երազը անմիջապես փոխվեց ու հաջորդ դրվագի մեջ ես տեսա մեկ այլ շուն, որը սպիտակ ուժեղ շուն էր, որը շատ նման է Տոմի Ջերի մեջ այդ շանը, ու Աստված նորից ասեց սա Թուրքիան է, ու այդ վիճակում արդեն մենք չենք տեսնում խեղճացած տուզիկ վիճակ, մենք տեսնում ենք հզորացած, ու այդ շունը, որը Թուրքիան էր, վերցրեց աղեղը ու հարվածեց իրա կրծքին, երբ որ հարվածեց ինքը իրա կրծքին, այդ աղեղը մոտավորապես մեր մալաթիան էստեղ է, այս հատվածում է, որտեղ որ Մինի Արարատի ասքանազի սահմանն է, հենց այս սահմանի վրա հարվածը տեղի ունեցավ, ու իրա այդ սպիտակ դոշի վրա այդ շան գծվեց քարտեզը, ու այս հատվածը, որը Մինի Արարատի ասքանազի տարածքն, այսինքն արարատյան հատվածը, որը այս պահին Թուրքիայում է, ինքը առանձնացավ այդ հարվածից հետո, այն բոլորը, որ տեսնում էին դա, չէին հասկանում ինչ է կատարում, որտեղ դա նման էր ինքնասպանության, ու Աստված ասեց, իրա նպատակը Եվրոպա գնալն է, այս քայլով ինքը գնում է Եվրոպա, բայց ոչ մեկ չի հասկանում Թուրքիայի արածը, սա բոլորի աչքին նման է ինքնասպանության, ու սա ողջ երազն է, որ ես տեսել եմ, ու սրա մասին առաջի անգամ 19 թվին եմ խոսել, ու ես հիմա նայում եմ դեպքերի զարգացմանը, գիտեք շատ հետաքրքիր է ինչ որ կատարվում է, ես երեք թեթևակի խոսեցի այն մասին, թե ոնց է, որ Թուրքիան կարա գնա հիմա Եվրոպա, որին միշտ արգելք են հանդիսացել ու թույլ չեն տվել միանալ Եվրոմիությանը, բայց քաղաքական դեպքերի զարգացումը տանում է նրան, որ Թուրքիայի համար դառնում է շատ հավանական, որ ինքը իր սեփական նախաձեռնությամբ կառանձնացնի իրենից հայկական հողերը, որն է Արարատյան թագավորությունը, ոնց նշում եմ,
Մինի Արարատի ասքանազի թագավորության մեջ հենց այդ հատվածը, որը Թուրքիայի տարածքում է գտնվում։ Ինքը իր սեփական նախաձեռնությամբ կառանձնացնի Հայաստանի հողերը ու դրանից հետո կգնա Եվրոպա։ Ու ես հրա շուրջ իհարկե երկար եմ մտածել, երկար եմ աղոթել, ուզեցել եմ հասկանամ ոնց կարա սա տեղի ունենա։ Իհարկե ես սպասել եմ, որ դա պետքա տեղի ունենա, բայց Աստված երբ որ երազ կամ տեսիլ տալիս է, ինքը ամբողջությամբ չի մեկնում, հերթականությունը չի ասում։ Ասում է վերջը, թե ընթացքը ոնց կգնա, արդեն չգիտես։ Կարևորը որ դու հավատաս այն ամենին, ինչ որ Աստված ասել է, ու չնայես իրավիճակներին, թե ինչ ընթացքով է գնում։ Տեսեք, Մինի Արարատի ասքանազի թագավորության մասին Աստված տալով տարածքը, որ դա բարձրանալու է Բաբելոնի դեմ առանձնացված մի տարածք, որտեղից առանձնացված են լինելու հայկական հողերը, աչքի երևույթով դեռ դա կատարված չի, բայց կարևորը նա է, որ հավատում ես Աստծո ասածին ու սպասում ես, թեկուզ դեպքերը նենց են զարգանում, որ ոչինչ չես հասկանում նույնիսկ, թե ոնց կարա դա հավանական դառնա, իրականանա, բայց վերադառնամ Թուրքիային։ Տեսեք, ես երեք խոսում եմ այն մասին, որ կար ռուս-թուրքական ծրագիր, թուրանական ծրագիր, Օսմանյան կայսրության ծրագիր, որը թվում էր, թե հեսա իրականություն պետք է արդեն դառնա, բայց ամերիկացիները ներխուժեցին տարածք, ինչ-որ բան փոխվեց։ Հետաքրքիր է, որ ամերիկացիները դրանից հետո ասում են, որ Հայաստանը դիտվում է որպես թուրքական աշխարհի մաս։ Ասես թե նման է նրան, որ Թուրանի ծրագրի շարունակությունն է, բայց իրականում դա Թուրանի մասին չի։ Երբ որ խոսքը վերաբերվում էր Թուրանին, Թուրանի համար առաջատարը կամ պետք է լիներ Անկարան կամ Մոսկվան։ Իրանց մեջ էր գնում պայքարը, թե ով պետքա Թուրանի առաջնորդը լինի։ Երբ որ ամերիկացիները ներխուժեցին տարածք, Ռուսաստանին դուրս մղեցին ամբողջությամբ այս ծրագրից։ Իսկ Թուրքիային նշանակում են տարածաշրջանի նայող, կոպիտ ասած։ Սա նշանակում է, որ ոչ թե Թուրքիան է առաջնորդը, այլ Թուրքիան դառնում է Ամերիկայի ենթական։ Տարածաշրջանը դիտվում է որպես թուրքական աշխարհ, բայց ամեն բան Ամերիկան ղեկավարել է Թուրքիայի միջոցով։ Համենայն դեպս այդ ձև ծրագրավորված է, որ արվի։ Ու ամերիկացիների ներխուժումը այդ ծրագիրն է հետապնդում։ Դրա համար էլ եւ Հայաստանը եւ Ադրբեջանը պարտադրված մտածեն այդ ծրագրի մեջ, ինչ որ անում է Ամերիկան եւ նույնիսկ Թուրքիան։ Թուրքիան էլ հնարավորություն չունի ինքնուրույն որոշակի քայլերի։ Ամերիկան ոնց պարտադրում է, բոլորով անում են, որովհետև գիտեն, որ Ամերիկայի դեմ չեն կարա հակառակվեն։ Բայց Թուրքիան ինքը, եթե մի բան ծրագրողն էր ու իրան տեսնում էր առաջատարի դիրքերում, արդեն երևակայում էր իրան, որ այս տարածաշրջանում ինքը պետքա իշխի ու իրանից վերցնում են այդ առաջնորդությունը, բնական է, սա հեշտությամբ չի մարսում։ Ու դեպքերի քաղաքական զարգացումը ոնց տեսնում եք, երեք սրա մասին ասացի, որ կա կոնֆլիկտ Ամերիկայի ու Եվրոմիության միջև, ու այս կոնֆլիկտը գնալով մեծանում է, ու բանը հասնելու է նրան, որ ամերիկացիները իրանք դուրս են գալու ՆԱՏՕ-ից, որովհետև սա իրանց հայտարարությունն է, որ բոլորին չեն ուզում իրանց ֆինանսներով պահեն, ուզում է, որ Եվրոպան ինքը իր մասին մտածի։ Ու եվրոպացիները ստիպված առանց Ամերիկայի պետքա ստեղծեն մի կառույց, ու այս կառույցի մեջ հենց Թուրքիայի նշանակությունը դառնում է շատ կարևոր, հենց Թուրքիայի համար։ Գիտեք, եկեք նայենք
այն ծրագրին, որ ուներ Թուրքիան որպես թուրանական ծրագիր։ Ինքը Թուրքիան 80 միլիոն, Հայաստանը 3, Ադրբեջանը 10, ստեղ միջինասիական երկրերը միասին վերցրած մի 70-80 միլիոն երևի, եւ դրան գումարած, եթե լիներ նաեւ Ռուսաստանը, ոնց ծրագրավորված էր 140 միլիոն էլ այդտեղ, ամենաշատը, ամենամաքսիմում թվերով եմ վերցնում, դա պետքա լիներ 250-ից 300 միլիոնանոց մի տարածք, շուկա, որտեղի վրա Թուրքիան նպատակ ուներ իշխելու ու ծավալվելու, իրեն դրսևորելու, զարգանալու, ամեն բան իր վերահսկողության մեջ պահելու, այսինքն ինքը դառնում էր գերտերություն Օսմանյան կայսրության նոր տարածքներով։ Ու հիմա այս ամեն ինչը իր Թուրքիայի համար այլևս հնարավոր չի Ամերիկայի ներկայությամբ։ Բայց կա Եվրոպա, որը 500 միլիոնանոց է, որը իր շուկայով համեմատելի չի այն տարածքին, որը մի քիչ առաջ նշում էի։ Ռուսաստան, միջինասիական երկրեր, Հայաստան, Ադրբեջան, Թուրքիա միասին վերցրած, իրանք չունեն այն զարգացածությունը ու այն քանակի շուկան, ոնց ունի Եվրոպան։ Ու եթե Թուրքիան ձգտի Հայաստանի հողերը հանձնելով գնա Եվրոպա, ինքը ոչ թե տուժվում է, այլ ինքը օգտվում է։ Մանավանդ, որ Եվրոպայում ինքը արդեն իսկ իրականացնում է այդ քաղաքականությունը, որ իսլամացնում է Եվրոպան։ Ու սա շատ ավելի գերադասելի է Թուրքիայի համար, քան թե հայկական հողերը պահելը, որը գիտի, որ հայկական չի, ու մեծամասամբ այստեղ ապրում են քրդեր, որը Թուրքիայի գլխացավանքն է։ Այսինքն, եթե հարցը կայանում է նրանում, ինչ ընտրություն պետք է անի Թուրքիան միանշանակ կընտրի Եվրոպան։ Իսկ հիմա հարց, իսկ ինչի պետք է ինքը թողի հայկական հողերը։ Միթե կա նման պահանջ։ Գիտեք, այս պահին չկա այդ պահանջը, բայց մենք գիտենք, որ կա Սևրի պայմանագիրը, ու այդ Սևրի պայմանագրով ցանկացած պահի Ամերիկան երբ ուզի կյանքի կկոչի այն ինչ որ 100 տարի առաջ չեն արել։ Իսկ երբ է որ Ամերիկան կանի դա, ես անկեղծ կլինեմ, ինչքան էլ որ ես հնչեցնում եմ Աստծո կամքը ու ասում եմ, որ Աստված կոչ է անում Ամերիկային, որ Ամերիկան կյանքի կոչի Սևրի պայմանագիրը, ամերիկացիները սրան չեն ուզում լսեն նույնիսկ, որովհետև իրանք ոնց տեսնում եք մեր տարածաշրջանում իրենց քաղաքականությունն են վարում ու իրանց նպատակներն ունեն, ամերիկյան ծրագրեր, որոնք չեն համապատասխանում Աստծո կամքին, չեն համապատասխանում Երեմիա 51:27 տեսիլքին։ Ու ես անդադար զգուշացնում ամերիկացիներին, որ սա վտանգավոր է, որ դուք Աստծո կամքի դեմ եք գործում։ Բայց ամերիկացիները շարունակում են անել այն, ինչ որ անում են։ Բայց գիտեք ինչ, Թուրքիան այս պահին, երբ որ պետքա ստեղծեր իր թուրանական ծրագիրը ու չի կարողանում, ու դրա փոխարեն իրան ընդհանրապես տրվում է դիտորդի կարգավիճակ, որ ինքը տարածաշրջանը նայողն է, բայց վերահսկողությունը Ամերիկայի ձեռքերի մեջ է, սա նույն վիճակն է, որ Թուրքիան այդ տուզիկ վիճակում էր պարանը վիզը շատ սահմանափակ հնարավորություններով։ Ու սա Թուրքիային ընդհանրապես ձեռնտու չի։ Թուրքիան իրան ուրիշ ձև է տեսնում, ուրիշ դերի մեջ է տեսնում, ինքը իրան առաջատար է տեսնում, ու բնական է իրան շատ դժվար է համակերպվել այն ամենի հետ, ինչ որ այսօր իրան Ամերիկան պարտադրում է։ Այն ինչ որ անում է Ամերիկան Հայաստանի շահերից էլ չի։ Հայաստանը երբեք թուրքական աշխարհի մաս չի եղել, ու հիմա էլ ոչ մի ձև դա մեր համար հասկանալի չի, ոնց է Ամերիկան ուզում Հայաստանը այդ ձև տեսնի։
Դա ոչ մի հայի սրտի ցանկությունը չի։ Ինչքան էլ որ մեզ դա պարտադրում են, ինչքան էլ մեր ղեկավարությունները դրան համաձայն են, միևնույնն է հայը իր էությամբ ըմբոստ է, դրա հետ համակարծիք չի։ Բայց տեսեք կարևոր մի բան, Թուրքիայում նույնպես համակարծիք չեն այն մտքի հետ, որ տարածաշրջանը, որը Թուրքիան ինքը պետք է առաջնորդեր, հանկարծ այդ առաջնորդությունը հանձնում է Ամերիկային, իսկ Թուրքիան դառնում է ընդամենը կատարող։ Այդ շան օրինակը շատ տիպիկ օրինակ է։ Ասես թե պարանը վիզը գցած, իրան պարտադրում են բաներ, որ ուզած չուզած պետք է անի։ Ուստեղ է որ Թուրքիան հնարավորությունը անպայման օգտագործելու է միանալու Եվրո այդ նոր ստեղծվող Եվրոմիություն կլինի, թե ինչ կլինի, այդ միությանը ու դուրս գալու ամերիկյան վերահսկողությունից, որովհետև Եվրոպան ունի Ամերիկայի հետ կոնֆլիկտ, այսինքն Թուրքիան դուրս է գալի ամերիկյան վերահսկողությունից, մտնում է եվրոպական կազմի մեջ ու դառնում է հակադիր բևեռ Ամերիկային, միանալով Եվրոպային։ Ուստեղ է որ ամերիկացիները Թուրքիային փորձելու են զսպեն, վախացնեն ու հիշացնեն Սևրի պայմանագրի մասին, ասելով, որ այդ հողերը չի պատկանում Թուրքիային, հանելու են պայմանագրերը, փաստացի ներկայացնելու են ու պահանջելու են, որ Թուրքիան հետ կանգնի իր ձգտումներից Եվրոպա գնալու, հակառակ դեպքում կկորցնի որոշակի հատված այսօրվա Թուրքիայից, որը իրականում Հայաստանի տարածքն է։ Ուստեղ է որ Թուրքիան այդ ընտրության մեջ գերադասելու է թողնել հայկական հողերը ու գնալ Եվրոպա։ Սա է որ նման է ինքնասպանության, բայց իրականում դա ինքնասպանություն չի։ Դա Թուրքիայի նոր կարգավիճակի մեջ մտնելն է ու նոր Օսմանյան կայսրություն ստեղծելն է արդեն Եվրոպայի հետ, որը շատ ավելի հզոր տարածք է, թե տնտեսապես, թե մարդկանց քանակով, քան այն տարածքը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ փորձում էր ստեղծել։ Ես ուզում եմ, որ դուք նայեք այս տեսանկյունից հարցին, ու այն ինչի մասին, որ ես խոսում եմ, սա այս օրերին փաստացի այնքան մոտ է դառել, այնքան հասկանալի է դառնում։ Ամերիկացիներն ունեն իրանց ծրագրերը մեր տարածաշրջանի վրա, բայց քանի որ դրանք չեն համապատասխանում Աստծո կամքին, չեն համապատասխանում Երեմիայի 51:27 տեսիլքին, չեն համապատասխանում այն սահմաններով Հայաստանին, ինչի մասին խոսում է Աստված, որը Մինին Արարատն ու Ասքանազն է, որը մեծ հայքն է, Աստված Ամերիկայի նախաձեռնությունները, որոնք մարդկային շնչավոր նախաձեռնություններ են, իջիքսա դարձնելու։ Ու զարմանալի է, բայց դրանում օգտագործելու է Թուրքիային ու խափանելու է Ամերիկայի ծրագրերը, որոնք այս կոնտեքստով ոնց կա ներկայացված դիվային ծրագրեր են, Աստծո կամքին չհամապատասխանող։ Ու եւս մի երազ եմ ուզում հիշեցնել։ Հիշում եք, որ ասում էի տեղի էր ունեցել Հայաստան-Թուրքիա նշանդրեքը, որ մի քայլ էր մնացել հարսանիքին, բայց հենց այն պահին, երբ որ պետք է տեղի ունենար հարսանիքը Թուրքիայի ու Հայաստանի միջև մերձեցումը, տեղի ունեցավ ցնցում Թուրքիայում։ Ցնցում, որը նման էր երկրաշարժի, բայց ֆիզիկական երկրաշարժ չէր, բայց դիտվում է հավասարազոր դրան։ Ու ինչը կարա լինի Թուրքիայում կատարվող մի բան, որը ցնցելու է ամբողջ տարածաշրջանը ու խափանելու է այդ Թուրքիա-Հայաստան մերձեցումը։ Կարծում եմ այս քաղաքական զարգացումների մեջ է, որ Թուրքիան իր կտրուկ գործողություններով կանի բաներ, որը հավասարազոր է երկրաշարժի։ Ամբողջ երկիրը կցնցվի այն ամենից, ինչ որ կկատարվի Թուրքիայում։
ու թող ամեն բան Աստված պտտի իր ծրագրերի իրականացման համար։ Ամեն բան բարձրացած Աստծո կամքի դեմ, ամեն բան բարձրացած Աստծո տեսիլքի դեմ, Աստծո խոսքի դեմ, Երեմիա 51:27 մարգարեության դեմ թող խափանվի ու իրավիճակները թող այնպես պտտվեն, որ մեծ հայքի սահմաններով Հայաստանը հարություն առնի մոխիրներից։ Աստված իմ տեսիլքի հեղինակն ու կատարողը դու ես։ Իրականացրա քո հոգու զորությամբ, քո ձեռքով, որ ամեն մեկը տեսնի, որ Հայաստանի Տերը դու ես։ Ոնց կանչել ես, նույն ձև պաշտպանում ես, նույն ձև բարձրացնում ես, նույն ձև զինում ես ու պատրաստում ես այն զորավոր պատերազմի մեջ, որ մեզ հրավիրել ես, ու մենք պատրաստված քո հոգու զորությամբ իրականացնում ենք հաղթարշավը բաբելոնյան տարածքների վրա ու ազատում ենք մարդկանց ամեն դիվային ազդեցություններից ու ամեն սուտ աստվածների իշխանությունը քանդվում է մարդկանց կյանքերից։ Ես հռչակում եմ քո փառավոր հաղթանակը, Հիսուս, մեր տարածաշրջանի վրա ու Մինի Արարատի աստքանազի թագավորության միջոցով բոլոր այն տարածքների վրա, որտեղ որ կմղես քո պատերազմը ու կունենաս փառավոր հաղթանակ։ Փառավորված եղիր քո ժողովրդի վրա, քո երկրի մեջ, Հիսուսի անունով։ Ամեն։